Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ այդքան ակտիվ լինելու համար։ Մենք անչափ կարեւորում ենք ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Բարև ձեզ, ես 45 տարեկան եմ, ամուսնացած չեմ։ Ունեմ սեռական թուլություն, ինչ խորհուրդ կտաք։ Սեռական թուլությունը, որը մասնագիտական տերմինաբանությամբ կոչվում է էրեկցիայի խանգարում կամ էրեկցիոն դիսֆունկցիա, կարող է այս դեպքում պայմանավորված լինել առաջին հերթին սեռական կյանքի ռեգուլարության հետ, քանի որ հարցատուն նշում է, որ ամուսնացած չէ։ Նման դեպքերում, քանի որ բացակայում է սեռական կյանքի տեմպը, ռիթմը, հաճախականությունը, էրեկցիան կարող է խախտվել, որովհետև ժամանակի ընթացքում իհարկե ցանկալի է, որպեսզի հարաբերությունները լինեն ռեգուլար տեմպով։ Մասնավորապես 25 տարեկանից հետո սեռական ֆունկցիան մտնելով արդեն ավելի հասուն շրջան, պահանջում է պարբերականություն։ Եթե ինչ-ինչ պատճառներով չկա այդ պարբերականություն, այսինքն տղամարդը ամուսնացած չէ կամ չունի մշտական զուգընկերուհի, այո, խնդիրը կարող է առաջանալ։ Իհարկե, այս դեպքում կարող են տեղ գտնել նաև այլ գործոններ եւս, որոնց մասին նշված չէ նամակում, մասնավորապես ուղեկցող հիվանդությունները, հատկապես տարիքով պայմանավորված, որտեղ գաղտնիք չի, որ 40-45 տարեկանից հետո տղամարդու օրգանիզմում կարող են առաջանալ որոշակի փոփոխություններ, մասնավորապես ֆիզիոլոգիական, օրինակ տեստոստերոնի նվազում, բորբոքային գործընթացներ եւ այլն։ Այդ ամենը լիարժեք պատկերացնելու եւ հետեւաբար համապատասխան բուժում նշանակելու համար ցանկալի է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում անցնել որոշակի ստուգումներ եւ ախտորոշում ունենալու պարագայում ստանալ համապատասխան բուժում։ Այժմ կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ բժիշկ ջան, ես մի խնդիր ունեմ, սեքսի ժամանակ լողանալիս ու միզելիս շատ ուժեղ ծակոցներ եմ ունենում, նաև շատ շուտ եմ հանգստանում, չեմ կարողանում բավարարել զուգընկերոջս։ Խորհուրդ կտաք ինչ անեմ։ Ձեր նշված գանգատը խոսում է այն մասին, որ միզասեռական համակարգում ամենայն հավանականությամբ առկա է բորբոքային գործընթաց։ Գանգատը, որի մասին դուք խոսում եք, մասնավորապես միզելու ժամանակ ծակոցները, արդեն իսկ դրա վկայությունն են։ Եթե պարզվեց, որ միզասեռական օրգաններում կա բորբոքում, ապա բորբոքումը իհարկե ժամանակի ընթացքում բերում է վաղաժամ սերմնաժայթքմանը, որի մասին հենց նշված է նամակում։ Հետևաբար, ինչ պետք է անեք։ Իհարկե, անցնեք սեքսոլոգիական զննում եւ հետազոտություն։ Բորբոքումը հաստատելու պարագայում պետք է կատարվի հակաբորբոքային բուժում, որից հետո արդեն հնարավոր կլինի համապատասխան բուժման օգնությամբ երկարաձգել սեռական ակտի տևողությունը, որի պարագայում արդեն բուժման մեջ կընդգրկվեն այն դեղամիջոցները, որոնք նախատեսված են սեռական ակտը երկարաձգելու համար։ Այստեղ եւ վիտամինային տարբեր տեսակի կոմպլեքսներն են եւ քիմիական դեղամիջոցներն են, որոնց ընտրությունը արդեն կորոշի ձեր բուժող բժիշկը։ Կարդամ հաջորդ հարցը։ Հեշտոցի վրա սպիտակ գնդիկներ են առաջացել։ Ինչ խորհուրդ կտաք, խնդրում եմ պատասխանել։ Պետք է նշել, որ սեռական օրգանների վրա ոչ մի տեսակի սպիտակ գոյացություններ չպետք է լինեն։ Եթե նկատվել են, դրանք կարող են պայմանավորված լինել կամ սնկային ախտահարմամբ, կամ գուցե հիգիենայի կանոնների խախտմամբ, կամ հնարավոր է որևէ սեռավարակով, իսկ երբեմն, ինչպես ցույց է տալիս մեր մասնագիտական պրակտիկան, բոլորը միասին։ Հետևաբար, պարզելու թե որն է պատճառը, պետք է անպայման անցնել համապատասխան բժշկական հետազոտություն, զննում, անհրաժեշտության դեպքում հանձնել համապատասխան անալիզները, պարզելու խնդրի պատճառը։ Մինչ այդ կարող եք օգտագործել օրինակ երիցուկի թուրմով լվացումներ, խնդիրը մեղմացնելու համար։ Եթե խնդիրը անցավ, նշանակում է կարող եք այս դեպքում չանհանգստանալ։ Եթե ժամանակի ընթացքում այն կրկնվեց, ուրեմն պարտադիր պետք է դիմեք բժշկի եւ այս պարագայում իհարկե նաեւ դադարեցնեք սեռական հարաբերությունները, որպեսզի հետագայում խնդիրը ավելի չբարթանա։ Ամեն դեպքում, որպեսզի խնդիրը ավելի սպառիչ եւ պարզ լինի, պետք է դիմել գինեկոլոգի, որպեսզի հնարավոր լինի պարզել բուն պատճառը, իսկ դրանից հետո արդեն համապատասխան բուժում ստանալուց հետո խնդիրը բնականաբար կստանա իր լուծումը։
Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Մենք իհարկե խոսում ենք սեռական կրթության մասին, բայց կրթությունը հավասարապես կարևոր է բոլոր ոլորտներում։ Էլբակյան կրթահամալիրը գործում է արդեն 7 տարի։ Այստեղ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ժամանակակից եւ կիրառելի գիտելիքներ, այլ անհատական մոտեցում եւ մշտական աջակցություն դասախոսների կողմից։ Օգտվեք առաջին անվճար դասի հնարավորությունից եւ եկեք Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Գրանցվելու համար զանգահարեք 096 88 88 44 հեռախոսահամարով։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք մեզ, մենք միշտ արձագանքում ենք ձեր բոլոր հարցերին եւ փորձում ենք հնարավորինս արագ տալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Մեկնաբանեք մեր թողարկումները, թողեք ձեր կարծիքը, մեզ համար անչափ կարեւոր է ձեր դիրքորոշումը։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ։